Մեր երկրում 60-նանց մարդը, տարիքով մարդը ամենաշատը ինչի կարիք ունի ըստ ձեզ։ Գնահատականի բանի խրախուսանքի գնահատականի կարիք ունի այդպիսի մարդիկ, տարեց մարդիկ Վերաբերմունքի նկատի ունեք։ Վերաբերմունք, հա, բոլորի կողմից։ Ինձ համար բարեկամ հարազատ չկա։ Ես ապրում եմ շատ ուղիղ բանով, ժողովրդավար ձևով։ Ինձ համար բոլորն էլ հավասար են, բոլորը իմ երեխաներն են, երբ որ ես մտածում եմ, որ բոլորը իմ երեխաներն են, իմ հարազատն են, իմ հայոց երկրի զավակն են, Աստված ինձ դրանից կրկնակին է տալիս։ Եվ այսօր 7 առողջ երեխաներ, լավ ընտանիք, այս մանավանդ այս մյուս ընտանիքը եւ այն առաջինն էլ է շատ լավ եղել։ Ես փաստորեն ես երջանիկ եմ, տխուր եմ միայն անարդար երևույթներից, որը կատարում է իմ շրջապատում։ Ես որպես մշակույթի մարդ, որպես շրջող, որպես տեսնող, զգացող, ես չեմ կարող անտեսել նման երևույթները։ Ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին, որ տարիների խորքից դուք տեսնում եք, որ գուցե պետք է միջին տարիքում կամ երիտասարդ ժամանակ զբաղվել, անել, որպեսզի հետո տարիքի հետ հագեցած կյանք ունենալ, բովանդակալից ափսոսանքի զգացում չունենալ։ Ես ճիշտն ասած որոշել եմ մոտ ժամանակներս տեղ չունեմ հատկացնելու։ Ես այսօրվա վիճակով մենությամբ ապրում եմ, մենությամբ գործում եմ, իմ ընտանիքը Սյունիքում է, Սիսիան է, ունեմ այնտեղ պայմանները լավ է, ապրում են, սակայն իմ ստեղծագործական կյանքը կատարում է կայարանի մեկ սենյականոցը, որը 28 քառակուսի է, լավ սենյակ, որը երազել էի, որ այդտեղ գոնե մեկ տեղ ունենամ, իմ ստեղծագործությունները ունենամ, քաղաքում աշխատեմ, որ այդտեղից կարողանամ կերակրեմ իմ ընտանիքին։ Եվ ես փառք Աստծո, ես շատ եմ սիրում իմ 7 երեխաներին էլ շատ, յուրաքանչյուրին բանաստեղծություններ եմ գրել իմ գրքի մեջ։ Երջանիկ մարդ եք։ Ես ասում եմ, ավելի շատ երջանիկ եմ, ավելի շատ լավատես եմ, քան թե տրտնջացող, քան թե բողոքող, ես հիանում եմ մեր երիտասարդությունով, ես հիանում եմ բոլորով։ Ձեր երիտասարդության գաղտնիքը ո՞րն է։ Այնինչ որ սիրում ես, ելնելով կողքի ամբողջ ասեկոցության, խոսքի, նպատակին, մարդ պետք է սկզբունքային լինի, առաջի հերթին, աշխատասեր լինի, եւ իր գործը լսի, ինքը իր ներքին աշխարհով ապրի, չենթարկվի ոչ մեկի ասելու, խոսելու, սա ճիշտ է, նա սխալ է, ոչ մեկը անձնական կյանքի մեջ մարդու պետք է չմտնի, թե այդ մարդը ինչ է սիրում, ինչ չէ սիրում, ազատ պետք է թողնես, ուղղություններ կարող ես տալ, բայց պետք է թողնես ազատ մտածելակերպ ու մատուցես։ Ես մի բան գիտեմ, մեր երիտասարդությանը, եթե ուղղություններ կարողանում ես տալ, նրանք անպայման կատարում է, անպայման նրանց հարկավոր է ուղղություններ տալ, խրախուսել, ոգևորել, որպեսզի իրենք հասնեն իրենց նպատակին եւ կհասնեն ցանկացած մարդ։